Բարի երեկո, եթերում հայլուրի հիմնական թողարկումն է, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Եռակողմ հանդիպում Աստրախանում, ԼՂՀ կարգավորման շրջանակներում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներն հանդիպում են 7-րդ անգամ։ Կոշտ բանավեճերով, բայց արդյունավետ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ռազմագերիների ու զոհվածների մարմինների փոխանակման շուրջ։ Կանաչ միջանց հայկական ապրանքների համար վերին լարցով դեպի Ռուսաստան հայ գործարարները պարզեցված ընթացակարգով կարտահանեն նաև ենթաակցիզային ապրանքներ։ Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը տնտեսական հարաբերությունների լավ հեռանկար, կրթություն, էներգետիկա, առևտուր, վարչապետի Թեհրան կատարած այցի արդյունքները։ Հարգանքի տուրք պետական գործիչների հիշատակին հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 11 տարի։ Մի կողմից հրաբուխ, մյուս կողմից ցունամի, կրկին բնական արհավիրքների ճիրաններում է հայտնվել Ինդոնեզիան։ Աղետը պատել է նաև Միացյալ Նահանգներին, հզոր ցիկլոնը լուրջ ավերածություններ է գործել Միչիգանից մինչև Թենեսի։ Եվ Պատրիկ Ֆիորին երգ է նվիրում Հայաստանին, լեգենդար Ջո Կոկերը ցնցում է հայ հանդիսատեսին, իսկ Ռիչարդ Գալիանոն բացում տանգոյի երևանյան փառատոնը։ Աստրախանում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ սա Սարգսյան-Մեդվեդև-Ալիև արդեն 7-րդ հանդիպումն է։ Աստրախանում է նաև մեր նկարահանող խումբը, մանրամասները հաղորդում Արտակ Ալեքսանյանը։ Եվ այսպես նախագահ Սարգսյանի Աստրախան այցի օրվա երկրորդ կեսին Grand Hotel հյուրանոցում այստեղ տեղի ունեցավ նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի եւ Դմիտրի Մեդվեդևի եռակողմ հանդիպումը։ Սա արդեն նախագահների 7-րդ այսպիսի հանդիպումն է, վերջին հիշեցնեմ տեղի ունեցել հունիսին Սանկտ Պետերբուրգում։ Նախատեսվում է, որ հենց աստրախանյան հանդիպումը մեկնարկը կլինի Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա ռաունդի։ Նախագահները քննարկելու են հենց Ղարաբաղյան հակամարտությունը, օրվա գլխավոր եւ միակ թեման հենց դա է։ Այնուհետև նախագահ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել եռանախագահողների հետ, հենց նոր միջանցքում մենք նրանց հետ հանդիպեցինք, հրաժարվեցին հարցազրույցից, ինչպես միշտ առաջ եւ հետո ասացին, որ այնուհետև հանդես կգան հայտարարություններով։ Նախագահ Սարգսյանի օրակարգը ենթադրում է նաև օրվա ավարտը անցկացնել Դմիտրի Մեդվեդևի հետ, նախատեսվում է շրջայց Վոլգա գետի վրա եւ ճաշ Դմիտրի Մեդվեդևի անունից։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ այս հանդիպման մասին առայժմ վաղ է խոսել, հայտարարությունները գուցե հետևեն առաջիկայում։ Այսօր ենթադրվում է եւ նախատեսված է, որ հատուկ լրագրողների հետ հանդիպումով հանդես կգա նախագահ Դմիտրի Մեդվեդևը եւ կխոսի արդեն եռակողմ հանդիպման եւ այս ձևաչափի արդյունավետության, ձեռք բերված պայմանավորվածությունների եւ գուցե առաջիկա հանդիպումների մասին։ Իսկ հայտարարություններն արդեն հնչել են, մասնավորապես Ռուսաստանի առաջնորդի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել ռազմագերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման խնդրի շուրջ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային Կարմիր խաչի օժանդակությամբ։ Այս մասին եռակողմ հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը ձեռք բերված պայմանավորվածությունը բնորոշել է որպես մարդասիրական շատ կարևոր քայլ եւ կարևոր համարել հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորումը։ Դմիտրի Մեդվեդևը լրագրողներին ասել է, որ հակամարտության քաղաքական դիվանագիտական ճանապարհով լուծումը պահանջում է հետագա ջանքեր զինադադարի պահպանման ուղղությամբ եւ քայլեր ռազմական ուղղությամբ կողմերի միջև վստահություն ստեղծելու համար։ Մեդվեդևը նաև նշել է, որ չնայած բանակցությունները հեշտ չեն, սակայն ցանկալի արդյունքին հասնելու չափավոր լավատեսություն ինքն ունի։ В целом, несмотря на то, что это непростые встречи, Ընդհանուր առմամբ, չնայած հանգամանքին, որ այս հանդիպումները հեշտ չեն, դրանք անցնում են բավականին կոշտ բանավեճի պայմաններում, հաճախ նաև ոչ առանց զգացմունքների։ Հեշտ չէ նաև միջնորդ կողմի Մինսկի խմբի համար, ինչպես նաև Ռուսաստանի որպես համանախագահի։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, նման հանդիպումները չափազանց օգտակար են։ Ամեն դեպքում բանակցությունները միշտ ավելի գերադասել են, քան հակամարտության ակտիվացումը։ Բացի այդ, խոսքը գնում է ոչ միայն բանակցությունների, այլև առաջ շարժվելու մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նաև քննարկել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված հետագա քայլերը։ Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բանակցությունները դեռևս համաձայնեցման կարիք ունեցող հարցերի շուրջ։ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում հումանիտար հիմնարար սկզբունքների շուրջ փոխհամաձայնության հասնելու նպատակով։ Остаются Մեծ թվով խնդիրներ կան, որոնք դեռևս համաձայնեցված չեն, բայց կան նաև կողմերի ձգտումը համաձայնության հասնելու առկա տարաձայնությունների շուրջ։ Ռուսաստանը շարունակել է իր ջանքերը եւ ես համոզված եմ, որ հնարավոր է արդյունքի հասնել, ինչը որոշակի չափավոր լավատեսություն է ներշնչում։
Ինձ հուշում եմ, որ հիմա ուղիղ կապ ունենք Արտակ Ալեքսանյանի հետ, նա Աստրախանում է, որտեղ այսօր կայացել է Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը։ Արտակ բարի երեկո, Արտակ կայացել է արդյոք Սարգսյան-Մեդվեդև առանձնազրույցը շփում եղել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջև։ Այո, նախագահները հանդիպեցին նաև երեկոյան, մինչև այդ նախագահ Սարգսյանը հանդիպեց նաև ԵԱՀԿ խմբի եռանախագահներին, որոնք այսօր այստեղ են եւ նույն հյուրանոցում հանդիպեցին եւ զրուցեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա ռաունդի մասին, այնուհետև Պետրոս առաջին հրապարակից նախագահը նստեց Էսպերանսա նավը, որտեղ տեղի ունեցավ աշխատանքային ճաշ Դմիտրի Մեդվեդևի անունից, հենց նախագահները զրուցեցին, ամփոփեցին արդյունքները եւ տպավորությունները Աստրախանի աշխատանքային այցից, եւ հենց այստեղ էլ ավարտվեց եզրափակվեց նախագահ Սարգսյանի այսօր Ռուսաստանի Դաշնություն, այստեղ հայկական պատվիրակություն ուղևորվում է օտարկայան դեպի Երևան։ Եվ այսպես հայկական պատվիրակությունը արդեն վերադառնում է Երևան, Աստրախանից հաղորդում էր իմ գործընկեր Արտակ Ալեքսանյանը։ Մինչև Երևան վերադառնալ Աստրախանում նախագահ Սարգսյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչներին, նրանց ու տեղական իշխանությունների ուղեկցությամբ այցելել Աստրախանի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան, ծաղկեզամբյուղ դրել հուշարձան խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում։ Ի հիշատակ դեռևս 1706 թվականին Ռուսաստանում կառուցված առաջին հայկական եկեղեցու եւ ի նշանավորումն Աստրախանում հայ առաքելական Սուրբ եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի։ Կայացել է նաև մտերմիկ զրույց տեղի հայերի ու Հայաստանի նախագահի միջև, որին մասնակից դարձած Աստրախանի նահանգապետը նշել է, որ հայ համայնքը լուրջ դեր ունի մարզի զարգացման գործում, իսկ հայկական ինտելեկտի ու գործունակության մասին նահանգապետը քաջատեղյակ է, նրա տեղակալն է հայ։ Փոքրիկ կանգար Աստրախանի կենտրոնում, որը պատմական վայր է Ռուսաստանի հայության համար։ Ավելի քան 300 տարի առաջ ճիշտ այստեղում կառուցվեց ռուսական հողում առաջին հայկական եկեղեցին։ Վայրում տեղադրված հուշարձան խաչքարին ծաղկեպսակ դրեց Հայաստանի նախագահը։ Պատմական այս վայրը, որտեղ սիրում են այցելել ու ժամանակ անցկացնել տեղաբնակ հայերը, վերակառուցվել է բոլորովին վերջերս հայ համայնքի ուժերով եւ Աստրախանի 450-ամյակի առիթով։ Այստեղ հայկական են անգամ նստատեղերը, որոնք կարմիր տուֆից են։ Հագեցած արարողակարգից մի քանի րոպե նախագահ Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ հատկացրեց հայ համայնքի հետ շփվելու, հայրենակիցների հետ զրուցելու համար։ Հայկական քննիչը միշտ պետք է ներկա լինի մեր ընտանիքները, անկախ նրանից որտեղ ապրում է։ Ինձ համար նշանակություն չունի հայ Հայաստանում է ապրում, Աստրախանում թե Լոս Անջելեսում։ Իհարկե ցանկալի կլիներ, որ բոլորս միասին հավաքվեինք եւ միասին ապրեինք, բայց այսպես է դասավորվել։ Ուզում եմ ասել, անկախ բնակության վայրից, իրոք մենք մեր երեխաներին պետք է հայեցի դաստիարակենք, ինչպես ասում։ Որքան հաճախ են տեղաբնակ հայերն այցելում հայրենիք, հետաքրքրվեց նախագահը։ Մտերմիկ զրույցը նաև առիթ էր մեկ անգամ եւս ընդգծելու, որ օտարության մեջ ապրող հայի սրտում հայրենիքն է, իսկ Հայաստանը նրանց թիկունքին է։ Հայերը բավական հեշտ են ինտեգրվում օտարության մեջ։ Ասել եմ, որ մեր պետության համար ամենալավ հայը իր երկրի օրինապահ քաղաքացին է։ Քանի որ հայ համայնքի միջոցով են ուրիշները պատկերացում կազմում Հայաստանի ու հայության մասին։ Մենք միշտ հպարտությամբ ենք լծվում մեր ազգի ներկայացուցիչների հանդեպ, ովքեր ապրում են դրսում եւ ովքեր միշտ ցանկալի են հայրենիքում։ Հայաստանի նախագահը հիշեցրեց, որ այսօր չկան խոչընդոտներ կամ բարդություններ երկքաղաքացի դառնալու ճանապարհին, եւ մեր հայրենակիցներին հորդորեց ընդունել նաեւ Հայաստանի քաղաքացիություն։ Հայ համայնքը Աստրախանի նահանգապետի խոսքով լուրջ դերակատարում ունի մարզի զարգացման գործում, քաղաքի հասարակական կյանքում։ Հայ համայնքը բարձր ինտելեկտուալներ ուժ ունեցող համայնք է, շատ ակտիվ ու նախաձեռնող մարդիկ են, նաև տեղական իշխանությունների առաջին օգնականներն են։ Հայերը մեծ հաճույքով մասնակցում են տարբեր միջոցառումների, հասարակական կյանքը դարձնելով հետաքրքիր եւ բազմաբովանդակ։ Հայաստանի նախագահի այցից մեծ են սպասելիքները։ Հայությունը հետաքրքրված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցային գործընթացով, այլև ընդհանրապես հայրենիքի այսօրվա հոգսերով ու ապագա ծրագրերով։ Հաջողություն մաղթենք, որ Ղարաբաղի հարցը իսկանում լուծվի այսօրով։ Օրհնություն, օրհնի Տերը մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը թող կռվների ցաղության մեջ լինի, կռվներից հեռու լինի։ Լուսինե Մկրտչյան, Արտակ Ալեքսանյան, Արման Ղարիբյան, Հայլուր, Աստրախան։
Եվ ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպումից առաջ հերթական անգամ Ադրբեջանը սրում է իրավիճակը Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն 3 կեսօրից հետո Ղարաբաղի ադրբեջանական զորքերի շփման Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի ձեռնարկած հերթական հրաձգության հետևանքով զոհվել է Ստեփանակերտից զորակոչված պաշտպանության բանակի շարքային 20-ամյա Հարութ Գրիգորյանը։ Շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց եւ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը խստորեն դատապարտել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Սա առաջին դեպքը չէ, երբ 3 երկրների նախագահների հանդիպման նախօրեին կամ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը դիմում է սադրանքների։ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում Հայաստանն Ադրբեջանի հանդեպ ունի դիրքային առավելություն, այս համոզմանն է քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։ Ըստ նրա Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Սարգսյան-Ալիև նախորդ հանդիպումից հետո տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցել մի շարք կարևորագույն իրադարձություններ։ Նորավանք գիտակրթական հիմնադրամի տնօրենը մասնավորապես նկատի ունի Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Ռուսաստանի դերի էականորեն մեծանալու հանգամանքը։ Աստրախանում նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ վերլուծաբանը նշել է, որ այդ հանդիպման ընթացքում հիմնականում փորձ է արվելու վերադառնալ նախկին համաձայնությունների որոշակի սկզբունքների շուրջ, որոնք մինչև այդ գոյություն ունեին։ Ռուսաստանն ըստ Գագիկ Հարությունյանի հայ-ադրբեջանական հարաբերությունները փորձում է բերել համաձայնության դաշտ, գոնե դիվանագիտական համատեքստում։ Կարծես թե Ղարաբաղյան խնդիրը որպես այդպիսին այսօր շատ ավելի մոտ է ըստիս կրկնում եմ լուծման, քան նախկինում, ինչ նկատի ունեմ։ Մեզ համար լուծումը այն ստատուս կոն է, այն իրողությունն է, որ այսօր կա։ Եվ եթե Ալիևը իրեն ադրբեջանական կողմը իրեն չգցեր որոշակի ծուղակի մեջ հակահայկական իր գաղափարախոսությամբ, ապա թերևս իմ կարծիքով մի 10 տարի առաջ այս խնդիրը գուցեև հնարավոր է լուծել։ Առայժմ կարծում եմ Ադրբեջանին ուրեմն չի ժպտում նման հեռանկար եւ կարծես թե ժամանակը աշխատում է իդեմ իրենց ի վնաս ադրբեջանական կողմի։ Ազգային ժողովի նախագահի առաջարկով խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին ժառանգության նախագիծը։ Կոալիցիոն գործընկերներից օրինագծի հեղինակներն ակնկալում են հարցի ընդունման իրենց ձևակերպմամբ համախոհական եւ համալիր լուծում։ Խորհրդարանական ընդդիմության դիտարկմամբ հարցը համազգային նշանակության է եւ հետեւաբար նույնիսկ քվեարկության հետաձգման պարագայում այն պետք է մնա ազգային ժողովի մեծ օրակարգում։ Իսկ խորհրդարանի կոալիցիոն ուժերն առաջարկում են Ղարաբաղի ճանաչման նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև դեկտեմբեր, մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը։ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, դա մենք պետք է անենք օրենքով, մենք պատրաստ ենք դա քվեարկել վաղը, եթե մինչև վաղը ժամը 12-ը չգտնվի այդ համալիր լուծումը, որ բոլոր ուժերի համաձայնությամբ եւ որոշմամբ այս հարցը կմնա մեծ օրակարգում։ Բնական ճանապարհով արդեն քվեարկությունը օրակարգի մեջ է։ Ճիշտ կլինի մինչև Աստանա մինչև 2 ամիս հետաձգեն քվեարկությունը եւ այդ պարագայում օրակարգի մեջ է մնում։ Այսօր հոկտեմբերի 27-ի ոչրագործության 11-րդ տարելիցն է։ 99 թվականի այսօրը կառավարության հետ խորհրդարանի ավանդական հարց ու պատասխանի ժամանակ նիստերի դահլիճ ներխուժած հրեշավոր հանցագործների գնդակներին զոհ դարձան պետական քաղաքական գործիչներ, ահռելի հարված հասցնելով երկրի կայունությանն ու հեղինակությանը։ Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական դրվագն է։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչությունը դավադիր հարված էր հայոց նորանկախ պետականությանը։ Ոչրագործությունը սահմանեց դաժանության եւ սեփական ազգին դավաճանության նոր չափանիշեր, որ երկրի ներսում անվստահության, անկայունության, փոխդարձ ատելության մթնոլորտ ստեղծեց։ Մղձավանջային իրողությունը նոր մարտահրավեր